Եվս մեկ հարց հետևորդից։ Ճիշտ է, որ տվյալ կյանքը, տվյալ իրականությունը մարդը ինքն է ստեղծել, ինքն է ձգել իր կյանք, մարդկանց, իրավիճակներ, ելնելով իր մտքերից, իր գործողություններից։ Այո, ես բազմիցս ասել եմ, որ դա այդպես է, անգամ այն անվանելով հայելու էֆեկտ։ Դու հայլու մեջ ստանում ես այն արտացոլանքը, որը որ դու ես ստեղծում։ Ենթադրենք ուզում ես մազերդ հարդարել, դու հայլու մեջ կտեսնես նույն արտացոլանքը, նույնն էլ մեր կյանքն է։ Եթե մեր կյանքը դա հայլի է, ուրեմն մենք որպեսզի փոխենք հայլու միջի արտացոլանքը, մենք պետք է ինքներս մի բան անենք։ Եվ դա ես չեմ հորինել, դա ձեզ կասեմ բոլոր հայտնի մոտիվացիոն խոսնակները, բոլոր հայտնի անձնային աճի մարզիչները, քոուչները, հա, բոլորը նույն բան են ասում, դե երևի մարդիկ մի բան գիտեն։ Հիմա ես ուզում եմ ձեզ մի բան հարցնել։ Հավանաբար ձեզանից շատերը ինձ հետ համաձայն են, բայց ձեր մոտ չի եղել, որ ինչ-որ մի բեկումնային պահ է եղել, ձեր կյանքը վատ է եղել, մեկ էլ հոպ, միանգամից լավացել է եւ ոմանք չեն կարողանում հասկանալ, թե ինչու է դա այդպես, բայց եթե դուք սկսեք վերլուծել, դուք կհասկանաք, որ ձեր մտքի մեջ մի բան փոխվել է։ Եվ հակառակ, ամեն ինչ լավ է եղել եւ էլի մի վայրկյանում մարդիկ ամեն ինչ կորցրել են եւ այլն։ Դա միայն եւ միայն մտքից է գալիս։ Հիմա, երբ որ ուրիշ մարդիկ, ուրիշ մասնագետներ ձեզ ասում են, որ ամեն ինչում շրջապատն է միայն մեղավոր, ուրիշներն են մեղավոր, դուք մեղավոր չեք, նրանք ձեր մեջ սերմանում են զոհի կարգավիճակ, զոհի մտածելակերպ, այսինքն ինչա դուրս գալիս, որ դու 1000 ներողություն մատաղացու ոչխար ես, դու ոչինչ չես կարող քո հետ անել եւ շրջապատը քեզ վատն է ցանկանում, շրջապատը քեզ հալածում է, շրջապատը քեզ վիրավորում է եւ դու էլի լացում ես, դու շարունակում ես, բուլինգ ես ենթարկվում։ Հարգելիներս, ես ոչ մի կերպ եւ երբեք դրա հետ համաձայն չեմ լինի։ Այ եթե դուք առաջնորդվեք այն մտքով, որ այո, մարդը պետք է պատասխանատվությունը վերցնի իր վրա, իր ստեղծված կյանքի համար, եւ դուք դադարեք դուրս գալուց այդ զոհի, դադարեք մնալ այդ զոհի կարգավիճակում եւ դուրս գալ այդ բեկումնային պահը ունենալ, դուք կտեսնեք, որ հրաշք տեղի կունենա, որը իրականում հրաշք չի, դա իրականություն է եւ չհավատալու փոխարեն ես ձեզ խորհուրդ եմ տալիս փորձեք չհանձնվելով, այնպես չի, մարդկա մի վայրկյանում է լինում, մարդկա մի քանի ամիս է պահանջում, այնպես որ ես վստահ եմ, որ դու կարող ես։